Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, 168.am լրատվական կայքի YouTube-յան ալիքի հետ մենք շարունակում ենք պարբերաբար ամեն երկուշաբթի ձեր ուշադրությանը ներկայացնել թեմատիկ մի զրույց։ Այս անգամ ես որպես մեր ուշադրության եւ քննարկման թեմա եմ ընտրել Երևանի պետական համալսարանը եւ այնտեղ տեղի ունեցած եւ տեղի ունեցող իրադարձությունները, այնտեղից եկող վտանգները, հայտնելու համար մեր անհանգստությունը այն ամենի հետ, ինչը կատարվում է Երևանի պետական համալսարանում։ Նախորդ մեր թեմատիկ զրույցը վերաբերում էր հանրակրթության ոլորտին, մասնավորապես շուրջ 230 դպրոցներ փակելու կառավարության այս տարվա մտադրությանը, երբ որ ընդամենը մի քանի դպրոցներ կառուցելու ֆոնին իրականացում է դպրոցների համատարած փակում, հատկապես սահմանամերձ համայնքներում եւ մարզերում։ Բայց պարզվում է, որ այս իշխանությունների թիրախում ոչ միայն հանրակրթությունը, այլև կրթությունը ընդհանրապես, բարձրագույն կրթությունը նույնպես եւ բարձրագույն կրթության համակարգում բնականաբար առանցքային դերակատարություն ունի Երևանի պետական համալսարանը, որը արժանիորեն վաստակել է մայր բուհի ոչ պաշտոնական տիտղոսը։ 2026 թվականի մայիսի 16-ին մենք տոնելու ենք Երևանի պետական համալսարանի օրը։ 1919 թվականին ճիշտ այդ օրն է հիմնադրվել Երևանի պետական համալսարանը։ Առաջին հանրապետության այդ դժվարին տարիներին, երբ որ շատ մեծ դժվարություն էր ցեղասպանությունից հետո նոր վերագտած պետականության պայմաններում հասարակական կյանք կազմակերպել, առաջին հանրապետության կառավարության որոշումներից մեկն է եղել ստեղծել համալսարան, Երևանի պետական համալսարանը, որի ակունքները գալիս են դեռևս Գյումրիից, իսկ այնուհետև նաև Երևանում հիմնադրվեց։ Սա ըստ մեր երկրի իր տարիքով երկրորդ համալսարանն է, որովհետև ամենահին համալսարանը, որ այսօր շարունակում է գործել, դա Էջմիածնի Գևորգյան ճեմարանն է։ Ասենք նաև, որ Երևանի պետական համալսարանը հանդիսանում է ամենաբարձր վարկանիշ ունեցող բուհը Հայաստանում, այսինքն ինքը պատմական մեծ զարգացում է ապրել, ամբողջ ժամանակաշրջանում ինքը հաջող գործունեություն է ծավալել, բայց ինչի է կոչվում մայր բուհ, որովհետև իրենից հետագայում առանձնացել են այլ համալսարաններ, այսինքն ինքը ոչ միայն առանցքային համալսարանն է, այլև հիմք հանդիսացել այլ բուհերի ձևավորման համար։ Օրինակ ասենք իմ սիրելի իմ հարազատ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, որը ժամանակին կոչվում էր Ժողովրդական տնտեսության պետական ինստիտուտ կամ Ժող ինստիտուտ, ինքը առաջացել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի բազայի վրա 1975 թվականին եւ այդպես տարբեր բուհեր առաջացել են, ստեղծվել են Երևանի պետական համալսարանի հիմքի վրա, այդ համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներգրավմամբ, ուսումնական ծրագրերի փոխանցմամբ եւ այլն։ Դրա համար է, որ մեր Երևանի պետական համալսարանը կոչվում է մայր բուհ, այդպեսին բազմաթիվ այլ բուհեր, եւ դա շարունակում է մնալ որպես ոչ միայն առանցքային գլխավոր համալսարանը, այլև ամենաբարձր վարկանիշ ունեցող համալսարանը։ Ցավոք սրտի մեր բուհերը, հայաստանյան բուհերը չունեն միջազգային բարձր վարկանիշ եւ հեղինակություն, եւ Հայաստանի իշխանությունները որևէ ժամանակաշրջանում, այդ թվում նաեւ վերջին տարիներին առավել եւս, որևէ ջանք չեն գործադրում միջազգային վարկանիշային աղյուսակում բարվոք դիրքեր ունեցող համալսարաններ մեր երկրում ունենալու համար, գոնե մեկ ունենալու համար։ Եվ այնուամենայնիվ բոլոր համալսարանների ցանկում ամենաբարձր վարկանիշ ունի Երևանի պետական համալսարանը։ Իսկ դա թերևս պայմանավորված է ոչ թե համալսարանի ակադեմիական առաջընթացով, ոչ թե գիտական հաջողություններով, ոչ թե ուսումնական ծրագրերով, մասնագիտություններով եւ այլն, այլ առավելապես համալսարանի դիրքով եւ շրջանավարտների հանգամանքով պայմանավորված։ Օրինակ Երևանի պետական համալսարանի միջազգային վարկանիշային աղյուսակում ավելի առաջատար դիրքեր բերելու համար գործոն է հանդիսացել Երևանի պետական համալսարանի շրջանավարտ Արտեմ Փաթափությանին Նոբելյան մրցանակ շնորհելու մասին որոշումը ֆիզիոլոգիայի եւ բժշկության ոլորտում իհարկե մեկ այլ հեղինակավոր գործի Դեվիդ Ջուլիսոնի հետ միասին, այսինքն այդ վարկանիշավորման աղյուսակում կարևոր է թե բուհը ինչպիսի շրջանավարտներ է թողարկել։ Իհարկե Արտեմը իր Նոբելյան մրցանակի
արժանի գիտական ուրեմն հայտնագործությունները ցավոք չի իրականացրել Երևանի պետական համալսարանում, այլ իրականացրել է արևմտյան ամերիկյան բուհում համալսարանում, բայց քանի որ նա ի սկզբանե Երևանի պետական համալսարանի շրջանավարտ է, դա օգնել է բուհին վարկանիշ տալու համար։ Իդեպ ԵՊ-ի շրջանավարտներ են Հայաստանի նախագահներ, նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանը, Արմեն Սարգսյանը, բազմաթիվ վարչապետներ, պետական պաշտոնյաներ, հայտնի գործարարներ, մշակույթի, գիտության, բազմաթիվ գործիչներ, այսինքն հսկայական մեծ համայնք կա Երևանի պետական համալսարանի շրջանավարտների շատ հարգարժան մարդկանցից կազմված եւ կարծում եմ, որ նրանց համար էլ չափազանց կարեւոր է իրենց հայրենի, իրենց սիրելի, մեր բոլորի համար սիրելի Երևանի պետական համալսարանի հիմիկվա վիճակը եւ նրա հետագա ճակատագիրը։ Իդեպ պարզվում է, որ Երևանի պետական համալսարանի առաջի պատվավոր դոկտորի կոչմանը արժանացել է նորվեգիացի մեծ գործիչ Ֆրիտյոֆ Նանսենը։ Այսինքն մենք գործ ունենք մի հարուստ, հսկայական հարուստ ժառանգության հետ, որը չափազանց թանկ եւ արժեքավոր է յուրաքանչյուր մարդու, յուրաքանչյուր հայի համար, անկախ դրանից, թե մենք ինչ ուղիղ կամ անուղղակի առնչություններ ենք ունեցել Երևանի պետական համալսարանի հետ։ Հիմա գանք մեր զարգացումներին։ Ադրբեջանա-թուրքական հեղափոխության լոզունգներ բուհերի մասին։ Երբ որ 2018 թվականին Հայաստանում թևածում էր այս ադրբեջանա-թուրքական հեղափոխության շունչը, իհարկե այդ պահին շատ մեր քաղաքացիներ խաբված էին, նրանց թվում էր, թե իրենք դուրս են եկել փողոց խաղաղության, արդարության, ազնիվ հասարակական կյանքի բարեփոխումների համար պայքարի, բայց պարզվեց, որ մեր 100 հազարավոր քաղաքացիները դարձել են խաբեության զոհ եւ իրականում այդ ամեն ինչը մի գործընթաց էր, որի միակ շահառուն Ադրբեջանն ու Թուրքիան էր։ Դրա համար եմ ես այն անվանում ադրբեջանա-թուրքական հեղափոխություն, այսինքն ոչ թե այն բանի համար, թե ովքեր են դրան մասնակցել, այլ ովքեր են դա կազմակերպել եւ ում շահերին են դա սպասարկել խաբեության զոհ դարձնելով մեր 100 հազարավոր քաղաքացիների։ Եվ այդ ադրբեջանա-թուրքական հեղափոխության ժամանակ ժողովրդի վստահությունը վայելելու համար այդ հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը խոսում էր բուհերի ապակենտրոնացման մասին, ասում էր, որ իշխանափոխությունից հետո այլևս պետական իշխանության մարմինները չեն միջամտի պետական բուհերի գործունեությանը, բուհերի ղեկավարման կառավարման հարցերին, բուհերը ղեկավարվելու եւ կառավարվելու են միայն դասախոսների եւ ուսանողների կողմից, որ բուհերում իրականացվելու են ապակենտրոն կառավարման մոդելներ, բայց հենց այդ ժամանակ 2018 թվականին ստեղծվել էր հենց հատուկ Երևանի պետական համալսարանը թիրախավորելու համար, որովհետև այս մարդիկ ինչն են, չէ՞, միշտ թիրախավորում, ինչն են, ինչի վրա են հարձակում, ինչն են ոչնչացնում։ Այն ամենը, ինչը որ Հայաստանի եւ հայ ժողովրդի համար արժեքավոր է, իսկ պետական համալսարանի արժեքը չափազանց մեծ է բոլորիս համար, մեր երկրի համար։ Եվ ահա 2018 թվականին ստեղծվել էր Երևանի պետական համալսարանի մի քանի տասնյակ ուսանողներ հիմնադրել են այսպես կոչված ռեստարտ շարժումը։ Այդ շարժման հիմնական նպատակը ինչ-որ համալսարանական կյանքում բարեփոխումներ մտցնելն էր կամ տարեկետման դեմ իբր պայքար իրականացնելն էր, որոնք 2018 թվականին դրա մասնակիցները միացան այս ադրբեջանա-թուրքական հեղափոխությանը եւ հետագայում պաշտոններ զբաղեցրեցին պետական կառավարման համակարգում, իհարկե մոռանալով այն ամենի մասին, ինչի համար որ իրանք դեռևս 2018-ին սկսել էին այդ ռեստարտ հակաբուհական շարժում, այսինքն որևէ իրենց արժև դրված նպատակների նրանք չէին հասել եւ պարզվեց, որ դրանց նպատակը ընդամենը աղմուկ բարձրացնել էր եւ նախապատրաստել է ամենամեծ բուհի Երևանի պետական համալսարանը, ամենամեծ համալսարանն է Հայաստանում, ուսանողությանը նման տարբեր հարցերով, ուսանողների սոցիալական կարգավիճակին վերաբերող հարցեր, այդպես ասած, վերհանելու միջոցով մոբիլիզացնել նրանց ուժը հետագա հեղափոխական գործընթացներին մասնակից դարձնելու համար, որովհետև Երևանի պետական համալսարանում միշտ է եղել հանդուրժող մթնոլորտ, օրինակ նախկին կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, որ հիմա Նիկոլ Փաշինյանի խորհրդականն է, այդ պաշտոնից վռնդվելուց հետո ժամանակին մշտապես ունենալով ընդդիմադիր հայացքներ զբաղեցրել է
ակադեմիական պաշտոններ պետական համալսարանում, եղել է գիտական խորհրդի անդամ եւ որևէ մեկը նրան անհանգստություն չի պատճառել։ Երևանի պետական համալսարանում միշտ եղել են տարբեր կարծիք, տարբեր կարծիքի կրող դասախոսներ, աշխատակիցներ եւ ազատ նրանք հնարավորություն ունեցել համալսարանական ակադեմիական միջավայրից դուրս իրականացնել իրենց հասարակական քաղաքական գործունեությունը առանց որևէ խոչընդոտների հանդիպելու։ Իսկ ինչ ենք տեսնում մենք վերջին շրջանում։ Վերջին շրջանում մենք տեսնում ենք ճիշտ հակառակը։ Համալսարանի քաղաքականացում, քաղաքական հայացքների համար դասախոսների հեռացում եւ այլն։ Իդեպ ասեմ, որ համալսարանի նկատմամբ այս արշավը պատահական չի, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը լինելով բարդույթավորված անձ, ինքը անձնական թշնամանք ունի ակնհայտորեն պետական համալսարանի նկատմամբ։ Ոնց որ մենք յուրաքանչյուրս սիրում գնահատում մեծ լավ հիշողություններով ենք լցված մեր ուսանողական տարիների նկատմամբ, հարգում սիրում ենք մեր համալսարանը, նրա հետ կապված ամեն ինչը մեզ համար թանկ է, նրա մոտ ճիշտ հակառակն է, որովհետև Նիկոլ Փաշինյանը Երևանի պետական համալսարանի ուսանող է եղել, բայց չի կարողացել ավարտել այդ համալսարանը։ Այսինքն հեռացվել է համալսարանից, նա որևէ ակադեմիական փաստաթուղթ իր գիտելիքները հավաստող չունի, որովհետև նախ չի կարողացել ընդունվել, նա մրցույթից դուրս է մնացել եւ հետագայում բողոքի ակցիաների արդյունքում վարչապետ Վազգեն Մանուկյանի պաշտոնավարման շրջանում լրացուցիչ տեղեր են հատկացվել պետական համալսարանին ընդունելության համար եւ Նիկոլ Փաշինյանը ընդունվել է լրացուցիչ մրցույթի արդյունքներով, բայց չի կարողացել ավարտել համալսարանը եւ դրանով պայմանավորված ինքը չարությամբ է լցված Երևանի պետական համալսարանի հանդեպ եւ նրա գործողությունները հենց միտված են համալսարանը քայքայելուն եւ վերացնելուն։ Նաեւ այսինքն ինստիտուցիոնալ համակարգային հարցակումից բացի գոյություն ունի նաեւ անձնական ճղճիմ, նենգ, դավադիր վերաբերմունք այդ համալսարանի նկատմամբ։ Իդեպ Աննա Հակոբյանն էլ այդ համալսարանի շրջանավարտ է, բայց շատ կասկածելի ձևով, այսինքն իր կենսագրության մեջ տարբեր անվանումներով են նշում այն ֆակուլտետը, որտեղ որ ինքը ավարտել է, միտեղ ժուրնալիստիկայի ֆակուլտետ, միտեղ լրագրության ֆակուլտետ, այն դեպքում երբ որ պետական համալսարան լրագրության ֆակուլտետ չունի եւ երբևէ չի ունեցել, այսինքն ես օրինակ դժվար եմ պատկերացնում, որ մարդը սովորի մի բուհում եւ չիմանա թե ինքը այդ բուհի որ ֆակուլտետն է ավարտել, այսինքն իր ֆակուլտետի անվանումը չիմանա եւ իր կենսագրության մեջ հստակ դա չկարողանա նշել։ Ասացինք, որ ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո համատարած հարձակում ա եղել բոլոր բուհերի վրա, երևի մի օր ես առիթ կունենամ բոլոր բուհերի խնդիրների մասին խոսելու, այսօր կենտրոնանանք միայն Երևանի պետական համալսարանի վրա։ Ինչ տեղի ունեցավ Երևանի պետական համալսարանում արդեն Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց անմիջապես հետո 2018 թվականից։ Պահանջեցին մի շարք ռեկտորների, այդ թվում Երևանի պետական համալսարանի ռեկտոր ակադեմիկոս, ուրեմն պրոֆեսոր Սիմոնյանի հրաժարականը։ Նա հրաժարվեց հրաժարական ներկայացնել շատ տրամաբանական պատճառով, որովհետև նոր էր վերընտրվել ԵՊՀ ռեկտորի պաշտոնում եւ համալսարանները ակադեմիական իրենց գործունեություն են վարում եւ իշխանության գործադիր իշխանությունում վարչապետի փոփոխությունը այնպես չի էլի, որ ընդհանրապես բոլորի փոփոխությունները, այսինքն օրինակ Նիկոլ Փաշինյանի կառավարությունում նախկին կառավարության բազմաթիվ անդամներ քաղաքական պաշտոնյաներ շարունակում էին պաշտոնավարել, ասենք օրինակ արտաքին գործերի նախարար Զորաբ Մնացականյանը նախկինից դարձել էր արտաքին գործերի նախարար, արտակարգ իրավիճակների նախկին նախարար, պաշտպանության նախկին փոխարար Դավիթ Տոնոյանը դարձել էր պաշտպանության նախարար, ազգային անվտանգության ծառայության նախկին փոխտնօրեն ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը դարձել էր արտակարգ իրավիճակների նախարար, ֆինանսների նախարարի տեղակալ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը դարձել էր ֆինանսների նախարար, այսինքն նախկին իշխանության ամենակարկառուն ներկայացուցիչները, որում ամենապրոբլեմային գործիչները Նիկոլ Փաշինյանի կառավարությունում բարձր պաշտոններ էին զբաղեցնում, բայց նա թիրախավորել էր առանձին գործիչների, այդ թվում նաև ԵՊՀ ռեկտոր ակադեմիկոս Սիմոնյանին, պահանջելով նրա հրաժարականը։ Եվ այդ հրաժարականը, երբ որ նա հրաժարվեց ներկայացնել, չենթարկվեց Նիկոլ Փաշինյանի քմահաճություններին,
անմիջապես վարչապետի ենթակա պետական վերահսկողական ծառայությունը, որը ղեկավարում էր տխրահռչակ Դավիթ Սանասարյանը, որը հետագայում ինքն էր հայտնվել մի հատ կոռուպցիոն սկանդալում, որի վերաբերյալ իհարկե դատանկարել արդարացման վճիռ, բայց դա դատախազության կողմից, եթե չեմ սխալվում, բողոքարկվել է հիմա։ Այս վարչապետի ենթակա վերահսկողական ծառայությունը Դավիթ Սանասարյանի այդ տխրահռչակ գործի ղեկավարությամբ գրոհում են Երևանի պետական համալսարանի վրա, սկսում են ինչ-որ լայնամասշտաբ ստուգումներ իրականացնել, դեռևս ստուգման արդյունքները չհաստատած, խոսում են մոտ 800 միլիոն դրամի այսպես կոչված չարաշահումների մասին, որից պարզվում է ընդամենը 24 միլիոնի վերաբերյալ են կարողանում հարուցել քրեական վարույթ, այսինքն սուտ տեղեկություններ իբր չարաշահումների մասին եւ այլն, թիրախավորելով ուրեմն համալսարանի ղեկավարությանը, որոնք որ բարեխղճորեն բոլոր ժամանակներում կատարել են իրենց պարտականությունները եւ շանտաժի են ենթարկել նաեւ Սիմոնյանին այն իմաստով, որ 2019 թվականին լրանում էր Երևանի պետական համալսարանի հիմնադրման 100-ամյակը եւ պետական համալսարանը դրանից մի քանի տարի առաջ էր արդեն զբաղվում հոբելյանական միջոցառումների կազմակերպմամբ, իսկ համալսարանի Մեկդարիա Հոբելյանը դա չափազանց կարևոր իրադարձություն է ոչ միայն համալսարանի նրա ուսանողների, դասախոսների, շրջանավարտների այդ բոլորիս կյանքում, բնական է, որ այն պետք է նշվեր մեծ շուքով, մեծ հանդիսությամբ, գիտաժողովներով, հանդիսավոր միջոցառումներով, տոնական համերգներով, ոլորտային քննարկումներով եւ այլն, բայց սպառնում են, որ իբր չի նշվի համալսարանի 100-ամյակը, եթե Սիմոնյանը մնա ռեկտորի պաշտոնում։ Եվ ահա նման անմարդկային, ապօրինի այս ներխուժումների հետևանքով դրանք հասնում են այն բանին, որ Սիմոնյանը հրաժարական է ներկայացնում, հետո քրեական վարույթներ է սկսում, անիմաստ այդ վարույթները հանգեցնում են նաև ակադեմիկոս Սիմոնյանի վաղաժամ մահվանը, որի մեջ նրանք ուղիղ ըստ էության մասնակցություն ունեն։ Ու ինչ է իրականացնում հետո իշխանազավթում Երևանի պետական համալսարանում։ Պրոֆեսոր Սիմոնյանի պաշտոնակությունից հետո ռեկտորի պաշտոնակատար է նշանակվում Գեգամ Գևորգյանը, ով որ մինչ այդ հեռացվել էր համալսարանից եւ նա երկար ժամանակ չի ընտրվում Երևանի պետական համալսարանի ռեկտոր։ Այսինքն ռեկտորի ընտրությունը դա շատ հստակ կարգավորվում է եւ ԵՊՀ կանոնադրությամբ եւ բարձրագույն հետբուհական կրթության մասին օրենքով այդ ժամանակվա, այսինքն համալսարանը ունի հոգաբարձուների խորհուրդ եւ եթե ռեկտորի պաշտոնը թափուր է, անմիջապես հոգաբարձուների խորհուրդը արտահերթ նիստ պետքա գումարի, ռեկտորի ներկայացվող պահանջները օրենքով սահմանված են, պետքա հայտարարվի թափուր պաշտոնի համար մրցույթ եւ մեկ ամսվա ընթացքում հնարավոր է այդ պաշտոնը համալրել համապատասխան մարդով, ով այդ պաշտոնի պահանջներին բավարարում է եւ ցանկանում է։ Բայց նման մրցույթ չի հայտարարում եւ երկար ժամանակ, տևական ժամանակ Երևանի պետական համալսարանը փաստացի օրինական ընտրված ռեկտոր չի ունենում։ Իդեպ այդ նույն ժամանակաշրջանում ռեկտորների պաշտոնից հեռացվել են եւ ընտրություն չէր կատարում Հայաստանի 8 առանցքային բուհերում, այսինքն գրեթե ամբողջ բարձրագույն կրթության համակարգը մնացել էր անտեր վիճակում, պաշտոնակատարներ էին մեկը մյուսին հաջորդում, օրինակ տնտեսագիտական համալսարանում մեկին նշանակեցին, հանեցին մյուսին նշանակեցին, պաշտոնակատար, հետո դրանց էլ հեռացեցին, խայտառակ վիճակ ամբողջ, իսկ բուհը կառավարելու համար նախ պետք է բոլոր կառավարման մարմինները ֆունկցիոնալ գործեն, իսկ դրանց կազմում առաջնահերթ եւ չափազանց կարևոր նշանակություն հենց ռեկտորի պաշտոնը։ Գեգամ Գևորգյանի նշանակում են պաշտոնակատար, հետո 2020 թվականին ռեկտորի ընտրությունը հետաձգվում է, հոգաբարձուների նոր խորհուրդ են ձևավորում, որովհետեւ 16 անդամներից 15-ը հրաժարական են ներկայացնում, որից հետո ձևավորում է ժամանակավոր 3 հոգանոց կառավարման մարմին, այսինքն հոգաբարձուների խորհրդի փոխարեն, հոգաբարձուների խորհրդի ձևավորումն է շատ կարճ ժամանակ է պետք իրականացնելու։ Ձևավորում է 3 հոգանոց մի հատ մարմին, ովքեր են դրանք, այդ 3 հոգին։ Մեհեր Գրիգորյանը, փոխվարչապետ է, Շահին Մուստաֆաևի
ընկերը, Եղիշե Կիրակոսյանը, ով այդ ժամանակ աշխատում էր վարչապետի աշխատակազմում, եւ Վահրամ Դումանյանը ԿԳՄՍ նախարար, այսինքն 3 հոգի, որոնք որ համասանի հետ ըստ էության կապ չունեն, 3-ն էլ իշխանության ներկայացուցիչներ, այսինքն այն խոստումը, որ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ բուհերի դասախոսներն ուսանողները պիտի բուհը ղեկավարեն, դասախոսների ուսանողների այն հոգաբարձուների խորհրդի կողմից օրինական ընտրված Սիմոնյանին պաշտոնից ապօրինաբար հեռացնում են ու համասանում ստեղծում են կառավարման ճգնաժամ եւ այդ կառավարման ճգնաժամը իր գագաթնակետին է հասնում նաեւ այդ 3 հոկանոց խորհուրդ ձևավորելով եւ այդ 3 հոկանոց խորհուրդը որոշում է որ ռեկտորի պաշտոնակատար պետք է նշանակեն քաղաք այդ ժամանակ Իմ քայլը խմբակցության падգամավոր, այսինքն քաղաքական գործիչ Հովհաննես Հովհաննիսյանին, ով հետագայում ռեկտորի պաշտոնում ընտրվում է 2021 թվականի դեկտեմբերի 17-ին։ Այսինքն մինչև ռեկտոր դառնալը պատկերացրեք համալսարանի ռեկտորը քաղաքական գործիչ է, ազգային ժողովի падգամավոր։ Իդեպ սրանք նաև հատուկ Հովհաննես Հովհաննիսյանին ռեկտոր ընտրելու համար իջեցրեցին նաև ռեկտորին ներկայացվող ակադեմիական պահանջները, օրինակ մինչ այդ օրենքով պահանջում էր, որ ցանկացած բուհի ռեկտոր կարող է լինել միայն գիտությունների դոկտորի գիտական աստիճան ունեցող եւ պրոֆեսորի գիտական կոչում ունեցող գիտնականը։ Եվ դա պատահական չէր, որ բուհը դա ոչ թե տնօրենը պետք որ դա ղեկավարի, այլ դա առաջին հերթին ակադեմիական հաստատություն է եւ միայն ակադեմիական բավարար գիտելիքներ, աստիճաններ, կոչումներ, գործունեություն ծավալած մարդիկ կարող են լինել համալսարանի ղեկավարը։ Երևանի պետական համալսարանի ռեկտորները ամբողջ պատմության ընթացքում եղել են ոչ միայն համալսարանական միջավայրի, այլ ընդհանուր գիտական, միջազգային գիտական շրջանակներում հայտնի եւ երևելի գործիչներ, եթե դուք նայեք, ովքեր են եղել Երևանի պետական համալսարանի ռեկտորները պատմության ընթացքում, նրանք անառարկելի հեղինակություններ են եղել միջազգային ասպարեզում, իրենց ոլորտներում ամենահեղինակավոր գիտնականներին է իրավունք տրվել ղեկավարելու Երևանի պետական համալսարանը։ Եվ ահա իջացնում են այդ գիտական աստիճանի կոչման շեմը, թողնելով նաև գիտությունների թեկնածուներին եւ դոցենտներին, տալով այդ հնարավորությունը եւ ազգային ժողովի падգամավոր քաղաքական գործին, ով որ մինչեւ այդ, այսինքն 2018 թվականի մայիսի 21-ից ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից անմիջապես հետո մի քանի ամիս մինչև 2019 թվականի հունվարի 14 եղել է նաև կրթության եւ գիտության փոխնախարար Արայիկ Հարությունյանի այն ժամանակվա տեղակալ, որը նույնպես համարվում է քաղաքական պաշտոն։ Այսինքն գիտական ոչ բավարար աստիճան ունեցող առհասարակ որևէ գիտական շրջանակներում հեղինակություն չունեցող մի մարդու նշանակում են քաղաքական գործի, падգամավորի, նշանակում են ուրեմն Երևանի պետական համալսարանի ռեկտոր։ Իդեպ այդ Հովհաննես Հովհաննիսյանը իր առաջի ատենախոսությունը պաշտպանել է փիլիսոփայության գիտության մեջ, փիլիսոփայական գիտությունների տեխնացուի աստիճանն ստացել է սեպտեմբերի 4-ին 1996 թվականին, բայց դոկտորի աստիճանը արդեն ստացել է, երբ որ նա եղել է ազգային ժողովի падգամավոր եւ ոչ թե փիլիսոփայական գիտությունների դոկտոր, այսինքն այն գիտության, որով որ պաշտպանել է տեխնացուական ատենախոսությունը, այլ կրոնի տեսության եւ պատմության գիտությունների դոկտորի ուրեմն աստիճանը ստացել, իդեպ սա այն ֆակուլտետում, որի հետ կապված է նաեւ տխրահռչակ տիրադավ եպիսկոպոս Անուշավան Սրբազանը, որի հետ նրանք միասին են աշխատել, ընդել խառը պատմություններ կան, երբ որ մի պահ այդ Սրբազանը պաշտպանում էր վեհափառին, կարճ ժամանակաշրջան նրան հեռացրեցին Աստվածաբանության ֆակուլտետի դեկանի պաշտոնից, իսկ ավելի ուշ նորից երբ որ նա հռչակվեց որպես տիրադավ, նորից նա վերականգնվեց այդ նույն Հովհաննես Հովհաննիսյանի կողմից Աստվածաբանության ֆակուլտետի դեկանի պաշտոն, այսինքն իդեպ նրա տեխնացուական դոկտորական ատենախոսության պաշտպանության հետ կապված մամուլում կային հրապարակումներ, մասնավորապես գրագողության պլագիատի դեպքերի անվստահելիության գիտական աղբյուրների գործածության դրանց ոչ պատշաճ մատնանշման վերաբերյալ, ինչը որ պատշաճ հետաքննության պարագայում պետք է առհասարակ
այդտենց դեպքերում մարդը ոչ թե զրկվում է, ոչ միայն զրկվում է իր գիտական ուրեմն աստիճանից, այլև զրկվում է գիտության զբաղվելու իրավունքից առհասարակ։ Այսինքն շատ ռիսկային հանգամանքներով գործիչ, որը որևէ հեղինակություն չունի։ Եվ ինչի է սա վերածում համալսարանը։ Համալսարանը ստեղծում է փաստացի կառավարման ճգնաժամ, համալսարանը դառնում է քաղաքական ուղղվածության պարմին, որևէ ձևով հիմա մեր հանրային կյանքում Երևանի պետական համալսարան չի նշմարվում, չի երևում որևէ իմաստով մեր հանրային կյանքում, բայց ասենք օրինակ քաղաքական որոշումներ, օրինակ իրենց միայն քաղաքական հայացքների համար պետական համալսարանից հեռացվել են այդ համալսարանում մեծ հեղինակություն վայելող եւ ակադեմիական իմաստով եւ ուսանողների շրջանում հեղինակություն վայելող գիտնականներ, ինչպիսիք են Մենուա Սողոմոնյանը, Դավիթ Սարգսյանը, Սերժ Սրապիոնյանը լուսահոգի, որը հեռացվել էր համալսարանից, Նայիրի Հոխիկյանը, Աբրահամ Գասպարյանը, Խաչիկ Գալստյանը, ներկայումս քաղբանտարկյալ տնային կալանքում գտնվող գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, համալսարանից չի հեռացվել, բայց նրա ժամերը կրճատվել են, այդ թվում նաև հատուկ դասընթացների, որոնք ինքն է ժամանակին հեղինակել այդ ակադեմիական ծրագրերը մշակել, թողնելով մի քանի ժամ միայն մագիստրատուրայում, այսինքն հետևողականորեն պայքար է տարվում, քաղաքականացվում է համալսարանը։ Եվ սա որ պարագայում, երբ որ պետական համալսարանի խորհրդի նախագահը ընտրվեց Սուրեն Պապիկյանը, նախկինում դատված իր հանցագործությունների համար մի գործիչ, որը ոչ ակադեմիական գիտական աստիճաններ ունի, ոչ կոչումներ ունի, ոչ բացի համալսարանի շրջանավարտներից ուրիշ կապ չունի այդ համալսարանի հետ։ Գիտեք, դրա մասին մենք խոսել ենք, որ զինվորական ծառայության ընթացքում Սուրեն Պապիկյանը նաև հանցանք է գործել, դանակահարել է իր վերադասպային, ինչի համար դատապարտվել ազատ ազրկման, պատիժը կրել է բանտում եւ բանտից ազատ արձակվել միայն համաներման արդյունքում, այսինքն նախկինում դատված մի հանցագործ դարձել է միայն այն բանի համար, որ ինքը քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ է եւ նախարար, դարձել է Երևանի պետական համալսարանի խորհրդի անդամ, խորհրդի նախագահ։ Իդեպ նրա համակուրսեցիներից մեկն էլ հիմա հանդիսանում է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանը։ Համալսարանը սկսել է նաև ժամանակի ընթացքում վարկաբեկվել հասարակության մեջ։ Օրինակ, ի տարբերություն իր նախկին կարգավիճակի, օրինակ 2020 թվականի նոյեմբեր թե դեկտեմբեր ամիսներն էր, երբ որ պատերազմից կապիտուլյացիայից հետո Երևանի պետական համալսարանի գիտական խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ եւ այդ հայտարարությամբ պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, տապալված համարելով նրա պաշտոնավարումը վարչապետի պաշտոնում։ Եվ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ականջալուր չեղավ այդ հայտարարությանը, որի ինդեպ նաեւ շարքի մաս էր կազմում այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջում էին զինված ուժերի գլխավոր շտաբը, Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցին, Գերագույն հոգևոր խորհուրդը, մի շարք այլ բուհեր, քաղաքական բազմաթիվ կուսակցություններ, Երևանի պետական համալսարանը նույնպես դրանց շարքում էր, եւ բացի դրանից, որ նա ականջալուր չեղավ, հիմա ավելին փոխել են Երևանի պետական համալսարանի կանոնադրության այն կետը, որը իրավունք է տալիս գիտական խորհրդին արձագանքել երկրի կյանքում, հասարակական կյանքում տեղի ունեցող այս կամ այն իրադարձություններին, դրական կամ բացասական վերաբերմունքը արտահայտելու իմաստով, այսինքն կանոնադրությունից այդ կետը առհասարակ հանվել է եւ եթե նկատում եք այս մեր վերջին տարիների մեր ժողովրդի կյանքում տեղի ունեցող ողբերգական իրադարձությունների 22 թվի ջերմուկի պատերազմ, 23 թվի Արցախի շրջափակում, Արցախի հանձնում, արցախցիների բռնի տեղահանություն, ցեղասպանություն, շարունակական պատերազմներ, որոնք եղել են այս իշխանության ժամանակաշրջանում, Երևանի պետական համալսարանը անհաղորդ է, որևէ ձևով դրանց չի արձագանքում, ցավոք սրտի նաև պրոֆեսորադասախոսական կազմում շատ քիչ են այն ներկայացուցիչները, որոնք որ գոնե անհատական մակարդակով կարողանան հրապարակային խոսք արտահայտել։ Եվ սա պայմանավորված է այն անառողջ վարչական հսկողության, բռնատիրական մթնոլորտով, որը ներդրվել է քաղաքական համակարգի վերածված Երևանի պետական համալսարանում։ Այսինքն ակադեմիական լուրջ հաջողություններ չունեցող այլևս մի հաստատություն, որտեղ դասախոսները,
ամբիոնի վարիչները, դեկանները որպես կանոն լայն առումով բացառիկ են իհարկե մի քանի գործիչներ, մասնավորապես արևելագիտության ֆակուլտետում, մի պահ նաև իրավագիտության ֆակուլտետում, որոնք որ կարողանան համարձակություն ունենան իրենց որպես մտավորականի խոսք հնչեցնեն, ձայն ասեն, որովհետև մթնոլորտը այնպիսին է, որ նրանք կարող է նրանց սպառնա այն ճակատագիրը, որը արդեն հասել է այն գործիչներին, ովքեր որ հանրային խոսքով են հանդես եկել։ Եվ դրա փոխարեն Երևանի պետական համալսարանը վերածել են Աննա Հակոբյանի, Նիկոլ Փաշինյանի այդ գերագիտության նվազագույն մակարդակ ունեցող գործիչների դասախոսությունների վայր։ Այսինքն պատկերացնում եք Նիկոլ Փաշինյանը, որը ինքը բարձրագույն կրթություն չունի, այսինքն Երևանի պետական համալսարանը չի կարողացել ավարտել ակադեմիական գիտելիքների պակասի պատճառով, դարձել է Երևանի պետական համալսարանի ժամանակավոր դասախոս, այսինքն ինքը գնում է Երևանի պետական համալսարան եւ դասախոսությամբ է հանդես գալի։ Դասախոսություն կարան կարդան են մարդիկ, ովքեր գիտելիք ունեն, իրենց գիտելիքը հավաստագրում ունի, համապատասխան դիպլոմներով։ Եթե դու դիպլոմ չունես, կրթություն չունես, գիտելիք չունես, դասախոսություն ինչ ես կա։ Բարձրապես դա դասախոսություն չի, այլ քաղաքական քարոզչություն։ Իդեպ այդ քաղաքական քարոզչությունը իրականացում է Երևանի պետական համալսարանի Պալյանների անվան սրահում, որտեղից հանվում է հատուկ Նիկոլ Փաշինյանի այդ հանդիպման համար մեծ հայքի քարտեզը եւ դրա փոխարեն տեղադրվում է մեր ժամանակավոր բաներ Արագած լեռ, չգիտեմ, իրական Հայաստան այդ ցնդաբանությունների ներկայացմամբ, որով որ քարոզչություն է իրականացում մեր երիտասարդների ուսանողների շրջանում Հայաստանի այդ խղճուկ վիճակի քարոզը, որին մեջ մեզ դրել է հենց ինքը Նիկոլ Փաշինյանը եւ ընդվզում պրոֆեսորադասախոսական անձնակազմի կողմից ցավոք սրտի այդ խայտարակության վերաբերյալ գոյություն չունի, վախեցած իրենց մի քանի դրամ ընդ որում ծանր աշխատանքի դիմաց վարձատրության, որովհետև Երևանի պետական համալսարանում իրոք շատ ցածր վարձատրություն է դասախոսներին, որոնք որ իրականացնում են շատ կարևոր պատասխանատու աշխատանք։ Իսկ դրա հետ միասին համալսարան այցելում նաև Աննա Հակոբյանը, օրինակ այցելել էր 2021 թվականի դեկտեմբերի 17-ին։ Աննա Հակոբյանը, ինքը որը որ այդ պահին վարչապետի հետ ապրող մի կին էր, որը հիմա ասեք վարչապետի հետ էլ չի ապրում, կիններ չի էլի։ Անհասկանալի մի հատ կենսաբանական միավոր։ Այցելում է Երևանի պետական համալսարան եւ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի ղեկավար կազմի, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչների, ասպիրանտների, ուսանողների հետ նրանց կրթումը կրթել է նորաձև է ծրագրի շրջանակներ։ Ինքը կրթված չի։ Գնացել է դրանց, այսինքն գիտական աստիճան ունեցող մարդկանց կրթությունը ու պետական համալսարանի այդ ռեկտորը, քաղաքական գործիչը ընդունում, կազմակերպում այդ հանդիպումը, կրթվում դրանց հետ միասին։ Բայց հիմա էլ գնացեք կրթվեք Աննա Հակոբյանից, որ փողոցներում է հիմա թրև գալի, ու տանն մնում, ինչ անտերի պես, եթիմի պես էլ են փողոցները։ Բայց կրթվեք հիմա, այն ժամանակ ինչ կապ ուր, ինչ ոնց ես դու թույլատրում համալսարան մուտք անհասկանալի մեկին։ Սա հենց համալսարանը որտեղ է վարկաբեկվում նման գործողություններով։ Այս վերջերս էլ նորից իմ քայլը հիմնադրամը գնացել Երևանի պետական համալսարանում բացում է ֆիզիկայի ինչ-որ մի հատ կաբինետ, մի հատ սենյակ կահավորված, ասենք, այս սենյակի կահավորումը կարար իրականացնել պետական համալսարանը իր այդ միջոցներով, այսինքն դա ինչա մնացել իմ քայլը անհասկանալի կոռուպցիոն հիմնադրամի հույսին։ Մյուս կողմից օրինակ Աստվածաբանական ֆակուլտետում ասեցի ինչ վիճակա պայմանավորված է Անուշաբան Սրբազանի դեկան ելնելու հետ։ Բազմաթիվ կադրային սուբյեկտիվ նշանակումներ, ինչ շատ են հասել տեղեկություններ, որ ԿՊ-ականների այս կամ այն падգամավորի, նախարարի կին, քույր եւ այլն, չունենալով գիտական աստիճաններ, կոչումներ, որպես դասախոսներ են աշխատում համալսարանում, չունենալով համապատասխան ակադեմիական բավարար գիտելիքներ եւ կամ
ասեցի այդ Տիգրան Եփրեմյան միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Սուրեն Պապիկյանի համակուրսեցին, խնդրեմ։ Այսինքն Սուրեն Պապիկյանը համալսարանի կառավարման խորհրդի նախագահն է, անվաստակ կերպով եւ նրա համակուրսեցին դառնում է համալսարանում դեկան կամ Հրանուշ Խառատյանի աղջիկն է այնտեղ զբաղեցնում վարչական պաշտոն համալսարանում եւ այլն, այսինքն եւ պետական համալսարանի այսօրվա ֆակուլտետների դեկաններ, ամբիոնի վարիշներ, նրանք ըստ էության շատ քչերն են, որ անգամ համալսարանական միջավայրում հեղինակություններ են, չասեմ նրանց գիտական գործունեության վերաբերյալ։ Պարզվում է, որ Երևանի պետական համալսարանը այսքանի հետ միասին նաև ծանր ֆինանսական խնդիրներ է ստեղծում վատ կառավարման հետևանքով, որովհետև մարդիկ, որպեսզի կառավարեն, պետք է համապատասխան փորձ ունենան։ Ու ինչն է հետաքրքիր, որ ժամանակին, երբ որ պրոֆեսոր Սիմոնյանն էր ղեկավարում պետական համալսարանը, նրան հաջողվել է տնտեսված միջոցների հաշվին բանկում ավանդադրել մի դրամագլուխ, մի գումար, որը ցանկացած իրավիճակի պայմաններում կարող էր ապահովել համալսարանի պրոֆեսորադասախոսական եւ վարչական անձնակազմի 1 կիսամյակի գործունեություն, այսինքն բացի դրանից, որ ավանդադրված գումարը ինքը նաեւ հավելյալ տոկոսներով լրացուցիչ եկամտի աղբյուր է հանդիսացել պետական համալսարան, նաեւ ռիսկեր են կառավարվել պատշաճ կերպով, որ ցանկացած փոփոխության, ճգնաժամի, ֆինանսական ճգնաժամի, պատերազմի եւ այլնի պայմաններում 1 կիսամյակ գոնե Երևանի պետական համալսարանում դասախոսները եւ աշխատակիցները վարձատրության դժվարություններ չունենան, այսպիսի արդյունավետ եւ խելամիտ մոտեցումներ է գիրը, որի վերաբերյալ հիմա ոչ մի տեղեկություններ չկա։ Դրա փոխարեն Օրագիր News-ը ուրեմն մի հրապարակում ունի, որը վերաբերում է ԵՊՀ դեֆոլտի շեմին, այդպիսի հարցական նշանով մի հրապարակում, որը որտեղ խոսում է պետական համալսարանում 545 միլիոն դրամ ուրեմն դեֆիցիտի մասին, մասնավորապես 2024 թվականի համալսարանի հաշվետվությամբ ընդամենը 1 տարի առաջ 2023 թվականին 95.6 միլիոն դրամ շահույթի փոխարեն համալսարանի հաշվետվության մեջ արկա է 450.2 միլիոն դրամի վնաս, այսինքն եթե մինչ այդ պետական համալսարանը իր բոլոր եկամտի աղբյուրներից հիմնական աղբյուրը դա ուսանողների ուսման վարձից գանձվող վարձավճարներն են, կարողացել է ոչ միայն իր բնականon գործունեությունը ապահովել, խնայողություններ ունենալ, այլ նաև ունենալ 95.6 միլիոն դրամի շահույթ, այս նոր ղեկավարության կառավարման հետևանքով համալսարանը ոչ միայն շահույթներ չունի, ոչ միայն չունի այդ պահոստները, այլ նաև վնաս է առաջացրել 545 միլիոն դրամի չափով։ Իդեպ ռեկտոր Հովանես Հովանեսյանի կողմից փորձ է արվել անդրադարձ է կատարվել Օրագիր News-ի հրապարակմանը, ըստ էության գրելով միայն, որ ԵՊՀ-ն դեֆոլտի շեմին չէ, բայց չի ուրեմն հերքել 500 միլիոն դրամի վնասի արկայության փաստը։ Իդեպ ընթերցում ենք ֆինանսական հաշվետվությունները Երևանի պետական համալսարանի աուդիտի եզրակացությունը ու ինչ է պարզվում, որ համալսարանը չի կարողանում իր 21521 գրքի համար գնահատող գտնել, այսինքն չի կարողանում գնահատել համապատասխան փորձագիտական եղանակով, թե ինչ արժեք ունեցող գրքեր կան Երևանի պետական համալսարանի գրադարանում։ Իսկ այդ վատ կառավարման հետևանքով փոխարենը վնասներ կրեն համալսարանի ղեկավարները, պարզվում է, որ նրանց վարձատրությունն է ավելացել մի քանի տասնյակ միլիոն դրամով։ Օրինակ, ղեկավար կազմի վարձատրությունը պետական համալսարանի ղեկավար կազմի 2023 թվականին 169 միլիոն 963 հազար դրամի փոխարեն 2024 թվականին կազմել է 183 միլիոն 69 հազար դրամ կամ 13 միլիոն 106 հազար դրամով ավելի։ Այսինքն իրենք վատ են կառավարում համալսարանը եւ փոխարակ վռնդվեն եւ հեռացվեն ղեկավար պաշտոններից, պարզվում է, որ այդ պարգևավճարների եւ լրացուցիչ վարձատրության այդ բարիքները հասանելի են նաեւ հենց ղեկավարներին, այսինքն այն մարդկանց, ում գործունեության հետևանքով պետական համալսարանը կորցնում է իր հեղինակությունը եւ կրում անդառնալի վնասներ։ Ամփոփելով սիրելի հայրենակիցներ, պետք է ասել, որ
մեր մայր բուհը գտնվում է այս նոր իշխանությունների կառավարման շրջանում շատ ծանր վիճակում բոլոր իմաստներով, այսինքն եւ բուհի կառավարման արդյունավետության իմաստով, եւ բուհի հեղինակության իմաստով, եւ բուհի ֆինանսական գործունեության կազմակերպանով ծանր վիճակում, եւ սա բնականաբար հանգեցնելու է ռադիկալ որոշումների կայացման, օրինակ պետական համալսարանի շատ ֆակուլտետներ կան, որոնք առհասարակ ունեն նվազագույն թվով դիմորդներ, այսինքն այնտեղ կա տեղերը, մրցույթային տեղերը, նույնիսկ վճարով անվճար հատկացված տեղերը չեն համալրվում, որովհետև այդ մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրություններ չկան, որում չկա տրամաբանական կապ պետության, ապագայի, ծրագրերի, քաղաքականության եւ մասնագիտությունների նկատմամբ, այսինքն եթե օրինակ Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտը հանդիսանում է առաջնային երկրաբանությունը ուղղություններից մեկը, ոնց կարող է այդ մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրություններ, պահանջներ չլինեն աշխարհագրական ֆակուլտետի նկատմամբ, այսինքն կան մասնագիտություններ, հատկապես ֆիզիկա-մաթեմատիկական ուղղությամբ, իսկ դա երբ է, որ հանրության մեջ չկա ոգևորություն, ուշադրություն, ատոմակայան կառուցելու մասին են մտածում, բայց ֆիզիկա-մաթեմատիկական ուղղությունը մասնագետների պատրաստման, գիտական հետազոտությունների իրականացման բացակայում է, թույլ է, եւ սա վատ ակադեմիական քաղաքականության հետևանքներն է, ինչի հետևանքով համալսարանի նաեւ հեղինակությունն է կորում հանրության շրջանում եւ սա դիտավորյալ է արվում։ Տեսեք, այդ ակադեմիական քաղաքի հետ պատրանքը ստեղծելով նաեւ ուզում են այնտեղ տեղափոխեն մի շարք բուհեր, այդ թվում Երևանի պետական համալսարանը, որը առհասարակ կարող է դառնալ Երևանի պետական համալսարանի կործանման եւ փակման հիմք այդ անմիտ սխալ որոշումների հետևանքներով։ Հետևաբար այս աղետալի ընթացքը, որի թիրախավորված է նաեւ մեր ամբողջ կրթական համակարգը, բարձրագույն կրթության համակարգը եւ Երևանի պետական համալսարանը մասնավորապես պետք է մենք փորձենք փրկել այս իշխանությունների կեղտոտ ճանկերից։ Իսկ դրա համար ընդամենը մեկ ձև գոյություն ունի՝ միասնական ուժերով, միասնական մտքով պայքարել այս փոքրիկ հանցավոր խմբակի դեմ, խափանել նրանց ապազգային գործունեությունը, այդ թվում նաև այն սուրը, այն վտանգը, որը կախված է նաև մեր մայր բուհի, բոլորիս համար սիրելի, բոլորիս համար թանկ եւ արժեքավոր Երևանի պետական համալսարանի գլխին։ Այսքանը սիրելի հեռուստադիտողներ այս թեմայով, բաժանորդագրվեք 168.am լրատվական կայքի YouTube-յան ալիքին, հավանեք եւ տարածեք այս տեսանյութը, թողեք ձեր մեկնաբանությունները եւ սպասեք մեզ նաեւ հաջորդ երկուշաբթի եւ հետագա բոլոր երկուշաբթիներին։ Լավ եղեք։